Խորհրդավոր մահը 2013 թվականի հուլիսի 24-ին ժամը 19:30-ի սահմաններում Արարատում Նարեկ Ավետիսյանին պատկանող Z&A ընկերության քարի մշակման արտադրամասում քար գողանալու կասկածանքով ծեծի է ենթարկվում բանվոր Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանը։ 2 օր անց հայտնաբերվում է նրա դին ծառից մետաղալարի միջոցով կախված։ Նրա այրին ու դուստրը պնդում են, թե իրականում տեղի է ունեցել սպանություն։ Արարատի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, որի վարույթը սակայն կարճվում է։ Ներկայում գործը քննում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունը։ Ընտանիքի լավ հայրել է, ինքը մարդ ունեցել է, հայ տղամարդել է, շատ խիստ ամուսինայել է։ Սկզբունքներով մարդ էր, ինքն ասացի, ինքն իր խոսքի տեր, ասենք ինքը պիտի որոշեր ինչա լինելու։ Շրջապատը սիրող մարդ էր, հարևան, բարեկամ, ինքը մարդասեր մարդ էր, մասնագիտությամբ վարորդ էր, բայց ասենք որ ծառայել է սերժանտի կոչումով հետեկ է, ինչը դարձավ ավանդույթ ընտանիքում, իր տղաներն էլ, ինքը ազատամարտիկի հեր է, ուզում եմ նշեմ։ 12 թվականներ, որ հարևանությամբ ապրող մեր հարևան Ալբերտ Հովհաննիսյանը աշխատում էր Ավետիսյան Ասլանի քարի արտադրամասում, ինչը մեր տանից ոչ շատ հեռու է, որպես պահակ էր աշխատում։ Պապային առաջարկեց, որ դու էլ արի, կգնանք միասին հերթափոխով կաշխատենք։ Մենք համաձայնության չէինք գալի, որովհետև ինքը ինֆարկտ տարած հիվանդ մարդ է, երկար տարիներ չէր աշխատել։ Մեր կամքին հակառակ ինքը համաձայնել էր, որ կգնամ, կշփվեմ, օրս կանցնի։ Գնաց աշխատեց երևի մի քանի ամիս, հետո դուրս եկավ, նախ առողջությունը չէր ներում, հետո իրանց հին աշխատակիցը հետ էր վերադարձել, ի ուրախությունից դուրս եկավ, 13 թվականի հուլիս ամիսներ, նույն քարի արտադրամասի տեղակալը Արմենակը անընդհատ զանգում էր, առաջարկում էր պապային, որ արի աշխատի ստեղ, բանվորի տեղ կա, կգնաս, կգաս, օրեկաններդ կգրվի, անընդհատ։ Այսօր մեր օրերում գործ գտնելը շատ դժվար է ու շատ երիտասարդներ իրանք կխնդրեին, որ ինչի են հենց շեշտը դրել իմ հոր վրա, չուզեցինք, ու ասեցինք հրաժարվի։ Երկար ժամանակ նորից ինքը զանգում էր, մենք չէինք ուզում, հասկանում ենք, որ պապայի մտքին կա, ոնց որ գնա օր անցնի մեկը մյուսը։ Երկար բանակցություններից հետո մաման Սմենով աշխատող կին է, աշխատում է ցեմենտի գործարանում։ Մի օր գործի էր ու այդ ընթացքում զանգել էին, պապան համաձայնել էր, գնացել էր արտադրամաս, ասել էին վարձումի գործ կա, ինքը իհարկե իր ուժերից վեր էր, բայց համաձայնել էր, որ թեթև գործեր կանի, երևի թե։ Ես չէի թողում, որ ինքը գնար, որովհետև ինքը հիվանդ էր։ 29 տարեկան տղայս ինֆարկտից մահացել էր հանգարցակի։ Դրանից հետո ինքը ինֆարկտ տարավ, ես չէի թողում, որ ինքը աշխատել, ես իրան պահում էի լավ։ Ասում եմ, ես աշխատում եմ, իմ փող ինձ հերի կան, դու մի գնա։ Մի օր գործից կամ տեսնեմ, ինքը մի ձևի ժպիտ ուներ, սենց քթի տակով խնդած, ասի, ինչ ես արել, որ խնդում ես, մի բան արել ես։ Ասաց այ կնիկ չխոսած գործ եմ գնաց, ասի դու հիվանդ ես։ Ոնց որ իմ սրտին այանն էր, որ եթե պետք է գնա ու քարարդա դրամասում բաց բանի ասում դու որ մեռնես, մի բան անի։ Վատ էր այդ մարդը։ Իմ սրտին դարդ կլինի, դու մի գնա, ես այսքան տարիքել մենք ապրել ենք, լավ ենք ապրել։ Չեմ ասում, ես ինչ ապրել ենք, լավ ենք ապրել, դու մի գնա, ես կաշխատեմ կբերեմ։ Չի ասեց, գնացել էր մի քանի օր աշխատավ ու դեպքը պատահավ։ 10-15 օր աշխատեց որպես բանվոր, ինչից հետո պապան առաջարկել էր, որ կլինի այդ քարի ջարդոնները, որ թափում եք, ես կտանեմ, բակը կվերանորոգեմ, տնօրենին կասեմ, Արմենակը միջամտել էր, որ մեկա սենց թենես թափում ենք, իմաստը չկա դրա, կգաս կտանես։ Ուղղակի պայմանով, որ մի քիչ ուտելիք կբերես, տեղ կուտեն կխմեն, գարե ջուր մեկ թեթև տենց։ Ուզում եմ հատկապես շեշտս դնեմ նրա վրա, որ ջարդոնների մի կամազ արժեր 20,000 դրամ։ Ինքը ասաց գնամ բերեմ, ես չթողեցի։ Ասի դու մի գնա։ Կակրած դեմը կկտրեցի, ասի խնդրում եմ, մի գնանցի պետքի 20,000 տա մի կամազ կբերեմ։ Իմ ինչին է պետք է որ դու տանջես։ Ասես դենտեղ խոսացել ենք Ալբերտի հետ, գնամ պիվայա, կխմենք բան, կբերեմ։ Մի օր գործից տուն վերադառնալուց հետո պապան որոշեց, որ պիտի գնա ջարդոնների հետևից 13 թվականի հունիսի
24-ին։ Մենք խնդրել ենք հարևանի երեխային գարեջուր էր գնել, բերել էր, արդեն պատրաստ էր, որոշեցինք, որ կզանգենք մեր ծանոթ տաքսի վարորդին Սամվելին, մականունը չի տիրի։ Սամվելը եկավ, զուգահեռ պապան կանչեց Վազգենին, ում հետ շատ ընտանիքներով մտերիմ էինք։ Վազգեն Կարապետյանը եկավ, միասին նստում են, գնում արտադրամաս, որտեղ իրանց սպասում էր մյուս հարևանը Ալբերտ Հարությունյանը, տեսնելով բացել էր դարպասի դռները, անմիջապես իջել էին, պայուսակը ձեռքը, գարեջուրը, ուզում եմ հատկապես շեշտել, որ տարածքում կա մարդ, ում անունը ուղղակի տհաճ է իմ համար Բոնե Արտասյանելը, հայտնի է տարածքում որպես ճակերտավոր ասած գործ տվող։ Զանգել էին քարե արտադրամասի տերերին տեղյակ պահել, որ շուտ հասեք, Գյանջիրովը գնում է ձեր տարածքից գողություն անելու։ Իրանք անգամ չսպասելով գողություն անեն կամ գողոնը ձեռքը բռնեն, ասենք ենթադրյալ գողության կասկածանքով, հելում հասնում են նույն արտադրամաս այն պահին, սպասում են, որ պապան գարեջրի պայուսակը ձեռքն է եղել, իջնելուց հենց հետևից հարվածել են առանց հարցնելու խի եսեկի, ինչի համար եսեկի, հարցակվել են ու սկսել են ծեծել։ Ասլանի երկու տղաները, Նարեկ եւ Հովանես Ավետիսյանները։ Հիմա իհարկե հերկվում այս փաստերը, բնական է, զուգահեռ ծեծել էին նաեւ Վազգեն Կարապետյանին, ով փորձել էր միջամտել, զուգահեռ ծեծել էին նաեւ Սամվելին Չիտիրին, տաքսովարորդին, ով իհարկե այս պահի դրությամբ բոլորը միավերան նրանց կողմն են, դե երկրորդ կարծիք չէր կարա լինել, որովհետև անակնկալ բոլորը հարստացան, հիմա վարում են մեքենաներ եւ այլն, մակնիշները կարող է ճիշտ չհիշեմ, մեկը 07 ունեցավ, մեկը Mercedes է հիմա վարում։ Բացի պահակից, պահակը չարչարվել է չմիջամտի, ոնց հասկացա, մենակ հորդորելա, որ ձեռք մի տվեք, որովհետև ինքն ինֆարկտ արած մարդ է, սպասեք տեսնենք ինչ է լինում։ Այդ ընթացքում Սամվելը մեքենան վարելով փախել է, իսկ պապան Վազգենի հետ հակառակ ուղղությամբ էին փախել։ Հետ գալուց տաքսովարորդ Չիտիրին եկավ, ասեցի, բա ուր ենք, անջիր ենք, ասեց, խաբար չես ինչ էլա։ Մաման դրսից ներս մտավ ու ասեց, որ ինչ որ տերերն եկել են, տեսել են, առանց մի բան հարցնելու բռնեց ծեծել են ինձ, Սամվելը ասեց Չիտիրին, ձեր քարի ջարդուների համար ինձ ծեծի ենթարկեցին։ Մամային հարցին, թե ուր է իմ ամուսինը ու Վազգենը, բա գալիս են, ես փախա, իրանք գալիս են։ Նույն ժամանակահատվածում, մինչև մաման կվերջացներ իր պատմությունը, զանգ եկավ քաղաքային տան հեռախոսին։ Ես վազեցի, վերցրեցի, տեսնեմ Վազգենի կինը Ամալյանա, ասեց, որ դռները փակեք, գնացեք, ձեր տան վրեն հարձակվում են, ձեզ հետևում են։ Ես չհասկացա ով է հետևում, ինչի պիտի մենք փախնենք։ Խառնվեցի իրար, հեռախոսը դրեցի, ուղակի դարպասի դուռը սեփական տունը հասցրեցինք փակենք ու վազեցի դեպի Ամալիայի տան կողմը։ Այն պահին, որ ես պետքա դարպասի դուռը արդեն փակեի, տեսա մի հատ ծև գույնի ջիպ մակնիշի մեքենա, կանգնած էր այդ գործ տվող կոչեցյալից հարց ու փորձ էր անում, մեր տան տեղը, իմ հոր տեղը, ինքն էլ մատնացույց էր անում, որ Գյանջիրովը մտավ Վազգենի տունը։ Ես սկզբից չիմացա, որ ծիծին, որ Չիտիրին ասեց, ես վազա, ասի հիվան մարդ է, կարող է մի բան լինի, որովհետև շատ ոնց որ երեխու հետ վարվենք, այդ ձև ենք, ինք ինչ ասել, իր ասած օրենք է, որովհետև նոր էի տղես կորցրել, 25 տարեկան տղես նոր էի թաղել, չէի կարա թե երկրորդի թաղեի։ Գնացի, վազելով գնացի, ասի ինչ ա եղել, տեսա պապաս ծեծված, գունատված, դողում էր ու ծխում, ասեցի ինչ ա եղել, ձեռով մի հատ ժեստ ուներ, որ մի խոսա, մի հարցրու, հետո մաման էր հարցնում, թե ինչ ա եղել, բան, մյուս կողմից Ամալյան, Վազգենի կինը, ոնց որ վիրավորանքով լցված ուզեց մամայի հետ կռվի տոնով ձեր պատճառով իմ արդեն ծեծել են։ Ես ասեցի, ես որ դուրս եկա, ասենց մի հատ մեքենա էր կանգնած, նոր որ գալիս էի, պապան ասավ եկել են մեր հետևից, խոստացել են, որ կբռնեն, անպայման կսպանեն։ Մենք իհարկե լուրջ չվերաբերվեցինք, որովհետև մարսպանել այսօր խաղուպար չէր, բայց փաստորեն խաղուպարել մենք դրա մասին չգիտենք, որեկան ինձ փրկություն չկա, թե ոնց մի հատ սենց չգիտեմ գերբնական ուժ առաջացավ իր մեջ այդ հալին, որ ինքը մի քիչ որ հիվանդանն էր վատերզգում, ընդհանրապես շարժ չէր կարում։ Կարացավ փախնել իրանց տան հենց
տան դռան դեմը բարձր խոտերով, տենց բարձր ծածրույթով խոտեր կար ծառերի մեջ ու փորի վրան պարկեց։ Ես դրանից շատ վատ եղա, ասեցի ինչ ա եղա, ասավ ինձ որ բռնեն ստեղ կսպանեն, խոստացել են։ Իրանք դու չգիտես Արնախում են։ Մի կողմից զուգահեռ Վազգենը փախավ իրանց տան հետևը կառույց կա, քարերով փակած։ Այդտեղ մաման անհետացավ, իրանց դուրսը սանհանգույց կա, սեփական տունը, սանհանգույց կա, թե ոնց մտել էր այդտեղ։ Մենք սենց այլայլված, թե որ պիտի գան ինձ սպանեն, ես քարացած մնացի այդ հայաթի մեջտեղը։ Իմ հետ մնաց տանտիկինը, Ամալիա Իգնաթևոսյանը, ավտոմեքենան կանգնավ հենց իրանց դռան դեմը։ Եկան ոնց որ վայրակ լցվան իրանց հայաթը, ուրագյանջոն ստեղա ասեք թող գա, դուրս գա։ Տանտիկին ընթառաջ գնաց, բա մեր տունը մարդ չկա, դուք ումն եք ուզում, բա ինձ ասեցին, որ ստեղ ա եկել։ Տանչի թող գա, ինքը ամեն տեսակ հերքեց կինը։ Իրանց հենց դարպասի մուտքից մի քիչ ներքև փոքր կառույց կա, հավ են պահում այդտեղ։ Ձեռը գցեց, թե քարերը ստեղ եք պահում, բացեցին դուռը, Ամալյան առաջարկեց, ասավ մտի ստուգի, ստեղ քար չկա։ Իրանք համոզվեցին, որ քար չկա, առաջացան դեպի հայաթի դեպի տան մոտը, մուտքի մոտ Ամալյան տան դուռը բացեց, ասավ մտեք տուն էլ ստուգեք, իմ տունը քար չկա։ Բա ամուսնուդ կանչի, ասավ տունը չի, ասավ տունն ա։ Ես գիտեմ, ինձ ասեցին, որ տունն ա, կանչի։ Չենք գնա, ասավ իմ տունը տղամարդ չկա, ասավ կա։ Որ շատ ստիպեցին, չեն գնալու, ասեցին չեն գնալու, պիտի կանչես, Ամալյան ուղեկցեց դեպի իր ամուսինը, ասավ արի տեսնեմ ինչ ա եղել, որ խեն քեզի սենց անում, դու ինչ կապ ունես։ Գնացին, այտենց բարձր խոսում էին գոռալով, բան Վազգենը առաջարկեց, որ այդ տոնով իր հետ չխոսան կամ ինչի իրան ծեծեցին, ինքը իր հորթայի մարդ էր, իր հոր հետ հաց էր կերել։ Տեսա, որ ոնց որ մեր պատճառով այս ընտանիքին բանվադրության մեջ են գցում, ես ինքս ինձ վատ զգալով գնացի դեպի այդ կառույցը, մոտեցա Հովանես Ավետիսյանը, մոտեցա ասեցի կներեք, կարամ ձեզ մի բան ասեմ, ես այս տան աղջիկը չեմ, բա ավելի լավ որ դու այս տան աղջիկը չես, ասեցի թե չէ ինչ, ասեցի ես Գանջիրի աղջիկն եմ, ինքը հեգնանքով, շատ վատ իրանց ընտանիքին հարիր կերպարով, աղբորը ձայն տվեց, արի հեսա Գանջոյի աղջիկ, ասեցի նախ կատարվածի հետ ես կապ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանամ ինչ է, այս ընտանիքի մարդիկ կապ չունեն դրա հետ։ Իմ հոր խնդրանքով այգի, խնդիրն ինչի մեջ է, բա հերդ ուր ա, ասեցի ստե չի, ստեղ ա կանչի, ասեցի չէ, ստեղ չի, ասի ինչ ա եղել, բա ուզում էր մեր վրից բան տաներ, բայց մեր վրից բան տարող եղել ա, ես իրան կապացուցեմ, ես ով եմ ինչիմ, ասի ու դուք վատ չեք զգացել, որ իմ հոր այդ օրն եք դրել, բա դու հլը դնելը չես տեսիս, քեզ խոսք եմ տալիս, կտենաս, փոքր աղբերը ձեն տվեց հեգնանքով, արի աղջիկա այդ բազար մի արա, բա ձեր տունը տղամարդ չկա, ասեցի դե քեզանից շատ լավ տղեն արդեն մեռել ա։ Հիմա իմ տան տղամարդը ես եմ քո հետ խոսում եմ, իմ տունը տղամարդ չկա, իմ հերնաս թե չի, խաբեցի։ Բա հորդ որտեղից է լինի ճարելու ենք մեկը։ Ոնց որ ինձ ահ տալով դուրս եկան, ասեց ես իհարկե իմ խնդրանքով, որ այս մարդիկ կապ չունեն, բա գնում ենք տան մոտ, սպասելու ենք, 5 սուտկա էլ լինի, տանելու ենք։ Մինչև իրանց Ամալիա Այնստոնից դուրս գալ, ուզում եմ հատկապես նշեմ, որ ես առաջարկեցի իրանց գումար, ասեցի ինչ կանա կազմում այդ գումարը, ասեք 3 անգամ ավել ես կտամ դու գնացեք, կամ լավ այդտեղ աշխատում ա, աշխատասեք փողը մի տվեք, բա մեզի փող պետք չի, մենք փողի խնդիր չունենք, իհարկե ես գիտեի, որ իրանք փողի խնդիր չունեն, դուրս եկան, բա գնում ենք ընդեղ սպասենք, ուր ա գնալու, տուն պիտի գա, ուր պիտի գա։ Դրանք որ մոտեցան դեպի արդեն տան կողմը, ես զուգարանից հելա փախա, գնացի Ասլան ինգերնա, բայց իմ նաչալիկի մարդադրամասի պետն է։ Իրան խնդրելով, որ ինչ կլինի ասի, իրան սանձեք, հարձակվել են մեր տան վրան, ամուսնուց ծեծել են, խնդրում եմ լինենց արեք, որ թողեներ տան էլի ասեց, երկրորդ անգամ գնացի, արդեն ամուսնուց հետ գնաց, ասի քելեր տան գնացի, ասեց, Մանուկ ջան, ցավը տանեմ, ցես ոդդ պակեմ, ասեց, փրկի ինձ, ասեց, սրանք ինձ կսպանեն։ Մանուկը ձեռարնելով ասեց, 6 ամիս Ասլանը նստերա գողական տղա, միլիցա էլ չի տա։ Զանգել եմ արտադրամասի պետի տեղակալին Արմենագին, 5 կանչետարի ամուսնուս։ Ասեցի, ինչ որ խնդիրները, բայ ես ստեղ եմ, ասեց։ Ես հեսա կգամ ձեր տուն։ Ես հեռախոսը, նույն հեռախոսը տարա, որ պապան Արմենակի հետ խոսա։ Ես որ գնացի, պապան արդեն թաքնված էր մեր
հողամասի հատվածում, հեռախոսը տվեցի, պապան զանգեց Արմենակին, ասավ ես գործից տեղյակ եմ, պապան ասավ դու արի, տեսնենք ինչա լինում, բա ես մենակ չեմ գալի, իրանք իմ հետ անպայման գալիս են, ես չեմ կարող իրանցից առանձնանալ, մի խոսքով չէին պոկվում, ես ուզեցի վազել դեպի մաման, որ ասեմ պապան լավ չի արդեն, տեսա նորից իրանք եկան, խաբեցի իրանց, ասեցի պապաս դավալու է գնացեք ավելի ուշ կգա, իրանք պտտվում էին, էլ չսպասեցի, որ կպտտվեն, թե չեն պտտվի, որտեղ պապայի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Ընկել ենք մեր աղջիկ թե բերել ենք տուն, տեսա, որ արդեն լավ չի, ասի կմեռն ես մարդը։ Զանգել ենք շտաբօգնություն եկել է, այդ մոմենտին եկել է նորից Ասլանի տղերքներ, որ հարձակվեն, ես դուշ չեմ եկել, հետո եկել Արմենակն եկավ, ասեց ոչինչ։ Գանջի ջան, արի տանենք հիվանդանոց, ասես չէ, ես չեմ գնա։ Բժիշկ ասեց դու կմեռնես, արի քեզ տանեմ հիվանդանոց, ասես չէ, չեմ գտա։ Դրանք վայրեն են, կանձի կսպանեն։ Արմենակին ես ասեցի, ես կտամ միլիցիա իրանց այս վիճակի համար։ Իրանք թող իրանց հարցը գողային բռնել, իրանց ենթադրյալ գողը, թող օրենքի դիմեն կամ շնորհքին հարց լուծեն, իրանց հորը կանչեն, իմ հոր տարիքի մարդեր, թող տենային ինչա, բասավ դու որ 10 միլիցիա չես շահելու։ Իրանք ասում են մի քանի 1000 կիլոմետր քարա գողացվել է իրանց մոտից, էդի կսարքեն քո հոր գլխին, իրանց այտենց մարդապետ, ես ասեցի ես էլիտար շենք եմ շարե, որ մի քանի հեսա իմ տուն եկեք բացեք նայեք, բա իրանց պետք չի, իրանց դեմը խաղ չկա, կսարքեն գլխների տետ եք ուզում։ Արմենակն ասեց, միլիցիայով հարց չի լուծվի, այ մարդ, ես որ մեջն եմ, ոչ մի բան չի լինի։ Ու սրանք թողին ու գնացին, ամուսինս դե սրսկեցին, հանգստացավ, քնավ։ Առավոտ հելել եմ ժամի 7:30-ին, ինչպես միշտ կոֆե եմ տվել իրան, այդ մոմենտին եկերա չիտիրին։ Բա քեզի կանչում եմ, պատի պարդատիր գաս, ասես ես հիվանդ եմ, չեմ կարա գամ։ Ասի ինչ կա, ասա ես գամ, եթե պետք է ես գամ, այդ մարդ հիվանդ է, այդ մարդ ինչ արե, որ դրան տանում եք։ Ինձ ահ եմ տալիս, չգիտեմ, արդենանք ինչ ալնում, ամուսինս հելավ հակամ ու դուս եկավ, ասի ուր ես գնում, ասես գնա մարդ ճարեմ այդ անասունների հետ խոսալուց, դրանք մարդ կուդեն։ Ու գնաց ժամի 10-ի կողմին, Ալբերտն եկավ, պահակ Ալբերտն եկավ, ասի բա Ալբերտ, քեզ ինչ արսես, չգիտեմ իմ գլուխ ինչ օյն են հանում, ասի ինք տունը չի, զանգի հեռախոս տվե Ալբերտին, Ալբերտ խոսած ամուսնուս հետ, խոսացին, բայց ինչ խոսացին, այդպես չիմացա։ Առավոտ իր հետևից մեկը մյուսի հետևից գալիս են, ստիպում էին Սամվելը Ալբերտը, որ անպայման արի, մեզ ամբողջ գիշեր լարված են պահե, պիտի տանենք իրան, մեկը չգայել, հետևից գալու ենք, մեր սխալը թերևս եղավ նրանում, որ Ալբերտին հեռախոսը տվեցինք, Ալբերտը խոսած պապայի հետ տեղը իմացավ, ու էլ պապան տուն չեկավ։ Ես ման եմ եկել, բոլոր տեղեր ման եմ եկել, հիվանդանոցով բոլոր տեղ ման եմ եկել, զանգում եմ, չի պատասխանում իր հեռախոսը, զանգը գնում, բայց չեմ վերցնում։ Եկավ ժամի 3-4-ի կողմեր ինք զանգեց, ասեց հոտամ վրեն մարդ չի հարձակվի, ասի չի։ Ու գայանին մարդ բան չի, ասեց դու գայանին վրենով կարա, որ ինչ էլ ասեն, ասի ուր ես, ասեց գրողից ոսնեմ, կկամ էլի, ասի քո կողքինով կար, ես ձեն առա, տղամարդի խոսալու բան ձեն, ասեց ոչ մեկ, իմ մոտ ոչ մեկ չկա, ասեց լավ եք, ասե հա լավ ենք, ասի սոված չես արի, ասեց հա սոված եմ, ես հացը դրեցի սեղանի վրեն, ոնց դրել եմ մնացի, ամուսինս չի եկել, զանգեցի, զանգը գնաց ու զանգը անջատեցին, դարձավ անհասանելի, ամբողջ գիշեր մեր աղջիկ ման ենք եկել, ամուսինս չեմ գտել, ասե առավոտ հելնեմ նեղացա ճիշտն ասած, այս տարիքից ես խռովա իմ մարդից, չգիտեմ որ ինչա կատարվել, ասի ինք գիտի որ մենք անհանգիստ են գնաց եմ, մի հատ էլ չի ուզում պատասխան ուրա գնաց այդ մարդը, ասի գնամ աշխատանքի, թույլատրություն առնեմ, չհասած գործի տեղ մի ժամից հետո զանգեցին միլիցիաներ զանգին, ասին ես համարի հեռախոսնով, ասի ամուսինս, բա քո ամուսին կարող է գիժա, ասի չի Կարող է պլանքեշա, կարող է, թո էլ բան չմնաց, որ չասեցին, նարկամանա չգիտեմ ինչ ասի ոչ, բա եկեք բաժին կիմանակ, աղջիկա զանգի ասեցի, գայան ինձ ասում են արի բաժին հերետ, բաժինի հետ մենք ինչ գործ ունենք, ինչ է եղերա։ Հենց ընդեղից զանգեցին, ասա բա հերետ լավ չի ասում են, մեզի կանչել են բաժին, ասեցի եթե լավ չի, մենք բաժին խեն գնում, հիվանդանոց կգնանք։ Ասեցի լավ, հիմա ես տաքսին, հարևանի տաքսին կանչեցի, մինչև տաքսին կգար,
Ես գնացի աբոյի տունը, իրանց տան մեջ խոճապ էր, հարս ասավ իմ կեսարը տունը չի, ես չգիտեմ։ Դռան դեմը ջիպ էր կանգնած։ Այդտեղ մարդիկ կռվում էին իրար հետ, ասում են այդ մարդը դիակ է, դու ինձ քո ցեխից ինչքան մասնեբաժին ես տալու։ Ասա, որ ես իմ ընտանիքին գոնե երկրից հանեմ դուրս, սենց չի լինի։ Տաքսին եկավ, ես գնացի մամայի հետևից, իրար հետ շարժվեցինք դեպի ոստիկանություն, Վեդի։ Մաման ասավ ինձ Վեդի են կանչել։ Մինչև կհասնենք Վեդի ոստիկանություն, ես ասեցի տուր համարը, քեզ ով որ զանգելա։ Հետ զանգի մենք գնանք հիվանդանոց։ Ես զանգեցի, ասեցի լսեք, ինչքան էլ դուք օրենքի ներկայացուցիչ եք, դուք իրավունք չունեք ինձ կանչեք ձեր մոտ։ Կգնանք հիվանդանոց, այնտեղ կգաք Բա ձեր հերը դիակ է։ Մենք այդ ընթացքում արդեն հասնում էինք այդտեղ, իմ ինքնազգացողությունը վատացավ, մենք իջանք, հասանք միջև երևի ոստիկանության մուտքը, ես չեմ հիշում իմ հետ, ինչ եղավ, մաման բարձրացել է վերև։ Մենակ հասել եմ ասեմ ավտոմեքենայի միջից, որ իմ հորը սպանել են Քարի արտադրամասի Ասլանի տղաները։ Ասում եմ ինչ ա եղել, ասում են լավ, հետո կիմանաք։ Դու մեզ արդեն ամուսինս մորգում ա, բայց մեզ չեն ասում։ Աղջիկս առաջարկեց, ասես թե հլա մի հատ դիագի տեղն ասեց, ասես թե դիագը դա դադախասին է, քոնը չի։ Ամուսնից չեմ տեսել, մինչև բերել եմ տուն, նոր տեսել եմ իմ ամուսնին։ Մի անգամից հայտնվում են վկաները, Աբոն ու Վազգեն, որտեղից իմացան ինչ ա եղել, ինչի ես որ առաջարկեցի գնանք իմ հորը մորգում ես տենամ, կտրականապես արգելեցին, թե դիակը դատախազինն է։ Հիմա բժիշկները համապատասխան բան են անում, դատաբժիշկն է իր հետ աշխատում, դուք իրավունք չունեք, փաստորեն խաբեցին։ Խաբել է ինչ էին ասում, որ սպանդի բանդան պարագլխի հետ միասին ազատության մեջ է։ Վկաները բոլորը միաբերան կեղծ ցուցմունքներ տվեցին, իրանք էլ հաստատում էին, որ մենք ճիշտը չենք ասի։ Ալբերտը, Վազգենը, Ամալյան, Չիտիրի Սամվելը, Արմենակը, Մանուկը բոլորը տվել են հակացուցմունքներ։ Կոնկրետ Ամալիա Իգնաթևոսյանը մեզ բացատրեց հետևյալ կերպ, որ ես թակ տղի տեր եմ, ես վախենում եմ, քո մարդին սպանող իմ տղին էլ կսպանի։ Փաստորեն իմ հորը գտել են կախված Արատի գյուղից դուրս, Դավալույի գերեզմանատներից հեռու սարերի մեջ, այդտեղ որտեղ որ դիակը որպես կանոն գազաները չէին թողի։ Գտել են կախված ընդ որում չոքած վիճակով։ Իրա վրա արյան հետքեր էր եղել, քիթը կոտրված էր եղել, պարանը հետաքրքիրակախվող մարդը, ես ինչքան էլ գործիք գիտակ չեմ, որ ես ուզենամ կախվեմ, սենց որ կախվեմ, կապը կընկնի հետևիմ ասում։ Իրանը հետաքրքիրա այս առաջամ ասում, ընդ որում պղնձալար ու տենց ամուր ձգածել չէր եղել։ Սենց էր եկել, ոչ թե սենց քիփ կոկորթով, այս մասով էր եկել։ Դե իրան կախել են, ինքը չի կախվել, փաստորեն դիմացից են օգնել, որ պարանը թարս է եղել, որտեղ չէր կարա ինքը սեփական կամքով կախվող մարդը կապը հետևը չընկներ, դիմացը ընկներ, ինքը տենց չոքած վիճակում ծխող մարդ լինելով, ոչ ծխելա, ոչ երկտողաթող է, իրա մոտ եղել էր մի 15,000-ի չափով գումար, այս փաստորեն էտել չի եղել, սիգարետի տուփը իրա մոտ չի եղել, մենակ հեռախոսն է եղել, որ մարդկոցը լիքներ, հետո ասեցին երևի նստած այլ է, որ անջատվել է, բայց նման բան չկար, քրեական գործի նյութերից նկարները ամբողջը դեպքի վայրի վերածվել էր, չիմացանք ինչի, հետո ասել էր մի ամի ջնջվել է, հեռախոսի վրի մատնահետքերը չտվեցին, ասեցին ես եմ ձեր տվել մեկը մյուսը պղնձալարի վրա իմ ներկայությամբ փորձանմուշ վերցնելուց Դավիթ Մարգարյանի մյուս քննիչի մատը վնասվեց, արյունը քսվեց, բայց եզրակացություն եկա, որ պղնձալարի վրա արյան հետք չի ելել, էդ էլ ջրեցին։ Պղնձալարի վրա ակցանի հետքեր էր եղել, ինչով որ կախվել էր դեպքի վայրից չէին ճարել, ոչ էլ անդրադարձան դրան, այդ մարդը մատերով պլասկոպսի դեր հաստատ չէր կարատաներ, բայց չհայտնաբերվեց ու էդի մնաց փակ։ Բողոքելուց հետո Երևանի դատական բժիշկը տվեց էլի ոչ իմ համար լիարժեք պատասխան, որ արկա է 6 տեղով բութ եւ կոշտ գործիքի հարվածներ, ինչը առաջ է հասել մահից 0-ից 3 ժամ առաջ ընկած հատվածում, բայց քննիչը արձանագրել էր հետևյալ կերպ, միգուցե առաջացած լինի բարձր խոտերից, բայց ամենադաժան խոտն ու գերանը անգամ մարդուն նման կերպ չէր թռնի վնասվածքներ պատճառեր, էդի միանշանակ։ Որոշումը կարճվեց, ոչ հաշվեին առետան վրա հարձակում ռազմոյի կոչվածը, չէին մատնանշել ծեծը 118 հոդվածը, միայն կիրառեցին
բոլոր ապացույցները չեղյալ համարվեց եւ որակավորվեց ինքնասպանություն։ Ոչ դրդում ա եղել, ոչ հակում ա եղել, ոչ սպանե կախել են, որ ինչը ավելի ակնհայտ է, որ ծեծել էին, մտածելով որ մահացածը ու տարե կախել էին։ Իմ հերը այդքան կամքյուշ չուներ, այդքան ուժեղ մարդ չէր, որ ինքնասպան լիներ։ Այդ տեսակով մարդը տենց ինքնասպան լինի, ես քննիչին էլ բազմիցս այս հարցը տվել եմ։ Իրանք եկել են մեր տունը, հայաթը տեսել են, որ բազմամիլիոն տեղեր կար կախվելու, գարաժ ունենք, կրիշ ունենք, ծառներ ունենք, տանից դուրս հողատարածք ունենք, իմ ախպոր գերեզմանը, որ ավելի լավ կախվելու տեղ չկար կամարով, ավելի հարմար էր կախվելու, ավելի կանգնած կլիներ, քան տեղ կողքի գյուղի գերեզմանատնից հեռու անհասկանալի պայմաններով, ընդ որում, որ մենք այդտեղ այդ տարածքի հետ շփում չենք ունեցել։ Ինձ կոնկրետ առաջարկել են, ասել են թիվը դու աս անգամ պապիրոսի մնացորդների պատասխանից հետո անուն այսօր չեմ հրապարակի, բայց եթե կարիքը կլինի միանշանակ ասեմ, ոստիկանության աշխատողը ինձ հրավիրեց, ասավ, արի խոստացված $50,000 եւ բնակարանը կկրկնապատկվի, դու ասա ինչքան ես ուզում, մարդի իր անկերներին ուղարկում իմ մոտ։ Առաջարկեցին հենց առաջի օրը միջև մորգից դիակը տուն բերելը։ Ասեցին, ասա ինչա պետք, այս գործը երկուշաբթի ուշ կլինի։ Մի բողոքարկեք $50,000 բնակարան Երևանում, իսկ պապիրոսի պատասխանները բիչոկների, որ մենք ենք գտել դեպքի վայրից, ես չվստահեցի մեր մոտ, տվեցի գլխավոր դատախազություն, ասեցի դուք փորձաքննության վերսեք, լավ հասկանալով որ էլ տակով կանենք, ասեին բիչոկ չէր եղել։ Պատասխան եկա, որ այո, պապիրոսի մնացորդներից մեկը պատկանում է Ասլան Ավետիսյանների որդիների Թքի Արյան խմբի հետ լիարժեք տվեցին գենետիկական փորձաքննություն, ես հասկացա, որ միանշանակը կեղծ են ու չսխալվեցի։ Ինչի համար նորից բազմամիլիոն դիմումներ եմ հղել։ Ինձ հրավիրեց ոստիկանության աշխատողներից մեկը, ասեց մարդը իր ինքանձամբ չի եկել, երեխի սարև եմ երդվում, բայց ինչա քեզ պետք։ Դու ասա, մարդը մի բան էլ ավել։ Ես մենակ մի բան եմ ասել, ինչի հետ կապված հոդվածել կա, ես իմ մեռելը չեմ ծախում։ Ինձ տվեք արդար օրինական որոշում, ինձ ոչ մի բան պետք չի, պատկերացրեք իմ հեր ինֆարկտից է մեռել, ինձ իրա փողերը կեղտոտ պետք չի։ Դատախազը Հայկաս Նիկողոսյաններ, ով ատամներով պաշտպանում էր, Ասլանից կողմը իհարկե սպանդի բանդային պիտի պաշտպաներ, կարող է մարդը հեղինակություն ուներ, ու ոչ մեկ դրան չանդրադարձավ։ Իմ բազմամիլիոն դիմումներին, բողոքներին մենակ դատարանը հստակեցեց, որ այո, Գայանե Հովանյանի բողոքներում արկա ապացույցները ճիշտ են, ինչի համար նոր քննություն սկսվեց։ Հիմա այն վիճակում է, որ գործը դատարանը խախտումներն արձանագրեց, գործն ուղարկեց նոր քննության։ Քննությունը հանձնառավ նորից նույն դատախազը, նույն քննիչը, ես իհարկե բացառքներով, բազմաթիվ բողոքներով, ի վերջո իմ խոսքը տեղ հասավ, հիմա գործը քննում է հատուկ կարևորագույն գործերը։ Չիլինգարյանի մոտագործը, հուսամ օբյեկտիվությունը կպահպանվի։ Ես ոչ շարժն եմ ուզում, ոչ ավելն եմ ուզում, ոչ շանտաժն եմ ուզում, ոչ էլ իրանց տված կաշառ կոչվածն եմ ուզում։ Գիտեք ինչ եմ ուզում, արդարություն, ասում է պատվով մեռնել անպատիվ ապրելուց զորավար, այս իմ հոր խոսքերն է։ Ինձ շատերն են ասում, եղածն եղած է, փողը վեկալ, այս արա արդեն կորցրել ես, իրանց վրա չես կարա, միջև այդ ինձ ասում են դատավորների վրա չես կարա, բայց փաստորեն ուրախություն ինձի դատարանները արձանագրեցին։ Ես ոչ իրանցից գումար եմ ուզում, ոչ ես իրանցից ինչ եմ ուզում, ոչ մի բան չեմ, մենակ ճիշտը պատասխան տան։ Ինչ է խապին տարան գործին տունել տվեցին, ինչի համար։ Ասենք ինչ կար սրա տակ, ինչի էին շահագրգռված, ինչի հենց իրան տարան, ինչն էր հետապնդում, որ այս մարդին այսօրը պիտի գցեին։ Մեր համար մնաց մոտ։ Գոնե այս հարցի լուծումը մեզի տան։ Աղքատ ճամփորդի համար ահարկու ավազակն անգամ սարսափելի չէ։ Յուվենալիուս